Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հողիկյան, վերջին մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք բնականաբար իրար հետ փոխկապակցված են, բայց հիմա եկեք հերթով։ Ուժեղ Հայաստան դաշինքը հայտարարեց, որ վերցնում է մանդատները, այսինքն օգոստոսին մտնում են արդեն 9-րդ գումարման խորհրդարան։ Հայաստան դաշինքը հայտարարեց, որ այնուհանդերձ վերցնում են մանդատները եւ մտնում են էլի 9-րդ գումարման խորհրդարան, ընդ որում պատճառաբանությունները տարբեր բերվեցին, բայց ընդհանուր առմամբ մենք գնում ենք այնտեղ կանխելու ինչ բաներ, որ պիտի անի քաղաքացիական պայմանագիրը կամ ցանկանում է անել քաղաքացիական պայմանագիրը։ Հիմա եկեք փորձենք հասկանալ, ինչու նման բան տեղի ունեցավ, այն իմաստով, որովհետեւ մարդիկ ասում են ընտրությունները լեգիտիմ չեն։ Դա պլան A-ն էր, որ եթե հաջողեր իրենց հաշվարկների համաձայն, ինչպես նշում էր նույն ուժեղ Հայաստանի ղեկավարը, ոչ դե ֆակտո, բայց դե ֆակտո է կարելի ասել, ոչ դե յուրե ղեկավար Սամվել Կարապետյանը, եթե Վարդևանյանը գաստար, ինքը անգամ կարող էր վարչապետի աթոռում հայտնվեր։ Երևի հույսեր էին կապում, որ հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը չեղարկի ընտրությունների արդյունքները եւ իրենց եւս մի հնարավորություն կընձեռվի ընտրությունների փուլով անցնելու եւ ինչ որ հաջողություններ գրանցելու այդ իմաստով։ Դե քանի որ չստացվեց, հիմա մնում է սպասել, թե կոնկրետ նույն տարբեր կենտրոններից որտեղից նրանք ուղղորդվել են, խոսքը իհարկե Ռուսաստանի Դաշնության մասին է, այլևս ինչ հրահանգներ կիչեցվեր այս իմաստով։ Ես կասկած չունեի, որ նրանք վերցնելու են մանդատները եւ հայտնվեն ազգային ժողովում, որովհետեւ ինչքան էլ նրանք ասեն, որ դա իրենց բան չի տալիս, դա ավելի շատ խնդիր է իրենից ներկայացնում եւ այլն, իրականում մանդատ վերցնելը եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն դառնալը առաջին հերթին նրանց ընձեռում է ամբիոն, որտեղից իրենք կարող են հնչեցնել իրենց բոլոր թեզերը, հանդես գալ տարատեսակ օրակարգերով եւ այլն։ Բացի դրանից այն ինչ որտեղ մանդատը կարելի է զենք համարել, որը թույլ է տալիս անձեռնմխելի դառնալ իրավական դաշտի համար ու բացի դրանից նաև քաղաքական գործունեություն իրականացնել ավելի ինստիտուցիոնալ մակարդակում, ոչ թե պարզապես ոչ ինստիտուցիոնալ ընդդիմության մակարդակում։ Այնպես որ ես այստեղ տարօրինակ բան չեմ տեսնում։ Բնական է, որ նրանք պիտի վերցնեին իրենց մանդատները եւ բնական է, որ պիտի գնային ազգային ժողով, որովհետեւ իրենք դրա համար բավականին մեծ ռեսուրս են ծախսել։ Անդրամաբանական կլիներ, եթե նրանք հանկարծ ինչ որ պահի այսպես սկզբունքային իսկապես գտնվեին եւ հրաժարվեին մանդատներից եւ որոշեին, որ չեն գնալու ազգային ժողով։ Այսինքն մանդատ վերցնել չվերցնելը ձեզ դա սկզբունքի խնդիր էր ու այս դեպքում էլի ձեզ ստացվում է, որ իրենք սկզբունքներ չունեն, թե ոչ թե սկզբունքի խնդիր էր, այլ սկզբունքայնության այս դեպքում իրենց օրակարգերի համատեքստում իրենք էին հայտարարում, որ եթե իրենք չդառնան իշխանություն, ապա այս դեպքում մանդատ չեն վերցնելու։ Ինձ համար տարօրինակ կլիներ, եթե իրենք իրենց հայտարարություններից եւ որևէ մեկում այնուամենայնիվ սկզբունքային դուրս գային ձեր ասած եւ հրաժարվեին մանդատներից։ Տեսեք, եթե սկզբունքների մասին է խոսք գնում, այստեղ գոյություն երկու սկզբունք, երկու կողմ ունի, հա, այս մեդալը։ Իշխանությունը մի կողմից ասում է, որ ընդդիմության ձայների մեծ ամասնությունը կամ զգալի մասը առաջացել է զեղծարարության կամ ընտրակեղծիքների միջոցով, որովհետև ընտրակաշառքը դա ըստ էության ընտրակեղծիք է։ Ընդդիմությունը շարունակում է պնդել, որ իշխանությունը այնքան էլ լեգիտիմ չի, որովհետև կիրառել է այս գործիքակազմերը, վարչական ճնշումներ, բան եւ այլն։ Այսինքն ստացվում է, որ հիմա մենք ունենալու ենք խորհրդարան, որտեղ մի կողմից քաղաքական մեծամասնությունը ընդդիմության ասում է դու լեգիտիմ չես, որովհետև դու ընտրակաշառքով ես ըստ էության այդքան ձայն հավաքել, ամբողջը չէ, բայց գոնե մի մաս ընտրակաշառքով է։ Նրանք էլ նրանց ասում են, գիտեք, իշքա դուք էլ լեգիտիմ չեք, որովհետև դուք վարչական ռեսուրս եք օգտագործել, դուք բռնաճնշումներ եք իրականացրել ընդդիմության նկատմամբ, որպես օրինակ բնականաբար բերվելու է Գագիկ Ծառուկյանի օրինակը, որ հերիք չի գողացակ ձայները չթողեցիք, որ իրենք մտնեն խորհրդարան, համել 70 տարեկան մարդու ասֆալտին պարկացրեցիք, իհարկե այնտեղ ասֆալտ չէր, մարմար էր, բայց ինչևէ։
Նախ եկեք մի բան արձանագրենք էլի, անկախ նրանից դու զբաղվում ես քաղաքական գործունեությամբ, թե ոչ, դա քեզ ինդուլգենցիա չի տալիս իրավախախտումներ անելու։ Կամ ինչ որ այսպես ձևակերպեմ, պատասպարվելով քաղաքական գործունեության վահանով, ինչը որ տեսել ենք երկար տարիների ընթացքում տարբեր քաղաքական կուսակցությունների ցուցակներում գտնվող տարատեսակ գործիչների կողմից, նույն ինքը Գագիկ Ծառուկյանը նույնպես ինքը ծառայեցրել է քաղաքական գործունեությունը իր բիզնես շահերին, այսինքն պարզապես քաղաքական գործունեությունը մեջ բերելով դա քեզ իրավունք չի տալիս, զբաղվել այլ գործողություններով, որոնք իրականում օրենքին հակասում են։ Հիմա սա ֆիքսենք, անցնենք առաջ մնացածին։ Ինչ վերաբերվում է այստեղ լեգիտիմությանը եւ ոչ լեգիտիմությանը, եկեք հասկանանք մի բան։ Եթե ընդդիմության դեպքում բազում դեպքեր կան նույն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված եւ արդեն որոշները նաեւ դատարան ուղարկված, ապա իշխանության պարագայում, երբ հարց է հնչում, դե նշեք գոնե մեկը այդ բռնաճնշումներից կլինի ռեալ կամ վարչական ռեսուրսի կիրարկումներից կլինի, մենք այդպես էլ որևէ պատասխան չստացանք, պատասխաններից առնվազն երկուսը այնքան անհեթեթ էին, որ հիմա մեջ բերելն անգամ ծիծաղելի է։ Օրինակ Օրբելյանն էր, եթե չեմ սխալվում, նշում է, որ ձեզ շնորհավորում է կամ հաջողություն է մաղթում, սա իր աջակցությունն է հայտնում Միացյալ Նահանգների նախագահ եւ փոխնախագահ։ Այնպիսի տպավորություն է, որ դա վարչական ռեսուրս է կամ ինչ-որ կերպով կարող էր նույն ներկայիս իշխանությունների կողմից օգտագործվել կամ չօգտագործվել։ Օրբելյանը դա մեջբերում էր կամ մատնանշում էր այդ հանգամանքը որպես արտաքին միջամտություն։ Արտաքին միջամտության դեպքում, եթե այստեղ արտաքին միջամտությունից խոսենք, ապա շատ երկար կարող ենք խոսել այն մասին, թե ինչպես վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը առավոտից երեկո իր բոլոր պետական հեռուստաալիքներով ընթացող ռոպագանդիստական հաղորդումների շրջանակում օգնում էր, որպեսզի Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ կոնկրետ բան ձևավորվի, իմիջ ձևավորվի, քաղաքական ֆիգուրի, որը որ լավագույն տարբերակը կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև նա հայրենասեր է, որովհետև նա բարեգործ է եւ այլն եւ այլն։ Եվ չասեմ այն քանակախփի, որ շպրտվել է առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ուղղությամբ, դա էլ նույնպես, եթե խոսելու ենք միջամտությունից, ապա սա արվում էր կոնկրետ ներկայիս ինստիտուցիոնալ ընդդիմությանը օգնելու, որպեսզի նրանք կարողանան ձայներ հավաքեն եւ դառնան իշխանություն։ Դոնալդ Թրամփի դեպքում այն մարդիկ, ովքեր որ առհասարակ սա կմեջբերեն այն իմաստով, թե նա դա անում էր, որովհետև նրանք շահագրգռված են, որովհետև Նիկոլ Փաշինյանը գուցե այդ խնդրանքով դիմել է, որովհետև եւ այլն, սրանք տարբեր բաներ են։ Ես չեմ պատկերացնում աշխարհում առհասարակ մի պետության ղեկավարի, ով կարող է Դոնալդ Թրամփին խնդրել, որպեսզի նա իրեն աջակցություն հայտնի, պարզապես որովհետև այդպես անհրաժեշտ է։ Դոնալդ Թրամփը ամենաանկանխատեսելի միջազգային լիդերներից է, ով առհասարակ գործում է, այնպես ինչպես իրեն ձեռնտու է կամ այնպես ինչպես ինքն է հարմար գտնում։ Այս դեպքում համեմատությունը, եթե թույլ տաք կերակին մի քիչ էլ բենզին ես ավելացնեմ։ Այս դեպքում պարզապես նշեմ, որ այս համեմատությունը բոլորովին տեղին չէ, եթե խոսելու ենք արտաքին միջամտության կոնտեքստում։ Ուղղակի լրացնելով, եթե ինչ-որ մեկին կամ մարդկանց թվում է, որ Դոնալդ Թրամփի աջակցությունը օգտակար է, կարող է նայել օրինակ Հունգարիայի օրինակին, ինչ եղավ այնտեղ։ Դա այլ հարց է։ Երկրորդ, եկեք մի բան էլ հասկանանք։ Երբ ասում ենք արտաքին միջամտություն, երբ Ռուսաստանի Դաշնությունը միջամտում Հայաստանի Հանրապետության գործերին փորձելով այստեղ իշխանություն փոխել, մենք գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունը ուզում է մեզ կուլ տալ։ Ինքը չի ընդունում Հայաստանի Հանրապետության անկախ կամ սուվերեն լինելու հանգամանքը։ Նրանց պատկերացումով Հայաստանի Հանրապետությունը իրենց ազդեցության գոտին է, որը պետք է ծառայի բացառապես իրենց շահերի սպասարկման նպատակին։ Եթե մենք չենք ծառայում իրենց շահերի սպասարկման նպատակին, ոչինչ որ արդյունքում մենք կկործանվենք, կմեռնենք, իրենք ասում են եկեք մեզ սատարեք, ոչինչ գնացեք պատվով մեռեք, բայց դա արեք մեզ սատարելով, որովհետև դուք մեր ազդեցության գոտին եք։ Ապա Միացյալ Նահանգների դեպքում մենք չենք կարող ասել, որ Միացյալ Նահանգները առհասարակ ինչ-որ նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետությանը կուլ տալու, գրավելու, իր տարածքը դարձնելու կամ դիտարկում է Հայաստանի Հանրապետությունը բացառապես իր շահերի գոտի լինելու դիտանկյունից։ Ասենք այս ամեն ինչ երբ որ բերում ենք, համատրում ենք, ապա նմանատիպ հայտարարությունները առհասարակ իրար կողք դնելու որևիցե հիմք չկա, չի հայտնվում որևիցե կերպով։ Տեսեք,
Անդիմադիր տրամադրություններ ունեցող խմբերը պնդում են, որ Միացյալ Նահանգները Հայաստանը կուլ տալու, ինչպես դուք արտահայտվեցիք, մտադրություն չունի, բայց միաժամանակ Միացյալ Նահանգները ստեղծել է մի իրավիճակ, խոսքը TRIP-ի մասին է, որը ըստ էության Հայաստանին արված պարտադրանք է եւ որի արդյունքում եւ հետևանքով Հայաստանը դարել է կամուրջ, իսկ վաղը նաեւ արդեն ճանապարհ, իսկ միգուցե նաեւ հետո արդեն մաս մեծ Թուրանի։ Դուք հիմա Կիկոսի մահը պատմեցիք։ Ես չեմ պատմում դա։ Այն մարդիկ, ովքեր որ այս դրամաբանությամբ են գնում, պատմեն Կիկոսի մահը։ Այն մասով թե առհասարակ որքանով է սա պարտադրանք, եկեք հաստատի էլի փաստերով առաջնորդվենք։ Հայաստանի Հանրապետությունը ընդամենը 2 տարի առաջ մինչ առնվազն գոնե օգոստոսի 8-ի համաձայնագրերը, հուշագրերը եւ այլն կանգնած էր պարտադրանքի առջև Ռուսաստանի Դաշնությանը եւ Ադրբեջանին զիջելու Զանգեզուրի միջանցք, այսպես կոչված։ Այն նրանք կիրառում էին բոլոր իրենց հասու լծակները, որպեսզի մեզ պարտադրեին Զանգեզուրի միջանցք, որպեսզի նրանք այդ միջոցով նաև լոգիստիկ ուղիների հետ կապված նաև ինչ որ վերահսկողություն ստանալու միջոցով կարողանան ինչ որ չափով շրջանցել այն սանկցիոն քաղաքականությունը, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պահից դրությամբ կիրառվում է արևմուտքի կողմից։ Եվ ոչ միայն։ Այսօր գիտենք, որ աշխարհում առհասարակ լոգիստիկ ուղիների հետ կապված կոնկրետ պատերազմներ են ընթանում։ Բոլոր այն պետությունները, ովքեր կարող են եւ հնարավորություն են ստանում որևիցե կերպ հասանելիություն կամ առավել եւս վերահսկողություն ստանալ տարատեսակ աշխարհագրական լավ դիրք ունեցող լոգիստիկ ուղիների նկատմամբ, նրանք համարում են, որ դա իրենց ռազմավարական հաջողությունն է։ Հիմա այս դեպքում, եթե մեզ պարտադրում էին զիջել Զանգեզուրի միջանցք, դրա հետ մեկտեղ զիջելով Սյունիքը, որովհետև հասկանում ենք, չէ, եթե Ռուսաստանը այնտեղ ՖՍԲ-ի զորքերն էր կանգնացնում եւ Ադրբեջանի հետ նրանք այդ ճանապարհը առհասարակ մեզանից վերցնում էին բառիս բուն իմաստով, որովհետև Հայաստանը վերահսկողություն, եթե հիշում եք, հենց ամբողջ վեճը նաև այդտեղից սկսվեց ինչ որ չափով։ Հայաստանին վերահսկողություն որևէ մեկը չէր պատրաստվում տալ Զանգեզուրի միջանցքի պարագայում եւ դեպքում։ Ապա ես լավ չեմ հասկանում այն մարդկանց տրամաբանությունը, ովքեր դրանից հետո գալիս պնդում են, որ դե գիտեք ինչ, TRIP-ը մեզ պարտադրվել է։ Ինչպես է պարտադրվել, եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակում է այս տարածքում պահպանել իր ինքնիշխանությունը, օրենսդրական իր բոլոր ակտերը այստեղ գործում են, մենք ենք վերահսկելու։ Այո, Միացյալ Նահանգները 74%-ի սեփականատերն է այս պարագայում, բայց դա դեռ չի նշանակում, որ սա մեզ պարտադրվել է։ Հակառակ այս դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությանը չհաջողվեր, ծրագրի, ընդ որում պետք է անընդհատ ընդգծել, ծրագրի, ոչ թե տարածքի։ Այո, եթե ծրագրի տարածքը առհասարակ մեր սահմանադրությամբ վաճառքի չի դուրս բերվում, այնինչ Ռուսաստանի Դաշնության պարագայում մեզ պարտադրվում էր առհասարակ հրաժարվել այդ հատվածից։ Ես հիշում եմ ժամանակին ՖՍԲ-ն այնտեղ ինչ որ ցանկապատներ էր քաշել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը ստուգմամբ էր առհասարակ թույլատրվում տարատեսակ տարածքներ։ Մինչև հիմա մեղրիում այդպես, ագարակում ավելի ճիշտ։ Այն ժամանակ չէր սահմանափակվում ագարակով, եթե չեմ սխալվում։ Ինչևէ, անցնենք հիմա Միացյալ Նահանգների դեպքը նայենք, էլի։ Մեր դեպքում, եթե մենք չկարողանայինք այս պայմանավորվածությանը գալ Միացյալ Նահանգների հետ համատեղ ինչ-որ մի պրոյեկտ անելու, ապա այդ դեպքում մենք իսկապես պարտադրված կլինեինք Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի այս ձեռնտու պրոյեկտը իրենց, Զանգեզուրի միջանցքը զիջելու իրենց եւ զրկվելու Սյունիքի նկատմամբ մեր վերահսկողությունից եւ Սյունիքից ինչ որ X պահին առհասարակ։ Եթե Իրանի հետ էինք կտրվում հասանելիությունից, այսինքն Իրանին չենք կարողանում որևիցե կերպ ելք ունենալ այդ փոքր հատվածով, ապա մենք ստացվում է, որ շրջափակման մեջ էինք մնում Ադրբեջանի, Թուրքիայի 75+% սահմանների այս պարագայում հայտնվում էր Ադրբեջանի եւ Թուրքիայի ակցանում։ Վրաստանի սահմանն էլ Ռուսաստանին երբ ինչպես ձեռնտու կլիներ, հատկապես եթե Լարսի մասն ենք խոսում, այդպես էլ կփակեին։ Այդ ժամանակ կուզեի տեսնել, թե առասարակ այս մարդիկ ինչ մեկնաբանություններ կանեին պարտադրանքի մասով։ Դե հիմա ասում են օրինակ, որ այն իրավիճակը, որ կա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ըստ էության դրա մեղավորը գործող իշխանությունն է, այսինքն մենք սադրեցինք, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի մենք ասելու իշխանությունները, որպեսզի Ռուսաստանի հարաբերությունները մեր հետ փչանան, եւ դա արեցինք արևմուտքի պատվերով։
Այսինքն մենք պետք է զենքերը վայր դնենք, հանձնվենք, ասենք, արեք ինչ ուզում եք, մենք այստեղ որևէ շահ չունենք, մենք պետություն չենք, սուվերենության իրավունք չունենք, ոչինչ, դուք օգտագործեք մեր տարածքը ձեր նպատակների եւ շահերի սպասարկման համար, հա, սա է տրամաբանությունը։ Ինչ է նշանակում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ փչացնել։ Ներողություն եմ խնդրում, եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մեր վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարություն է անում, որ գիտեք ինչ, մենք ցանկանում ենք, որպեսզի ռուսական անձնագիր ունեցող քաղաքական գործիչներ, ովքեր այսօր սահմանափակված են, գտնվում են ձերբակալված են, գտնվում են տարատեսակ վայրերում, կցանկանային, որպեսզի նրանք հնարավորություն ստանան քաղաքականությամբ զբաղվելու եւ մեր շահերը ներկայացնելու։ Մենք չենք փչացնում, փաստորեն, մենք ենք փչացնում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ ոչ Ռուսաստանը մեզ հետ այս դեպքում։ Այսինքն նմանատիպ հայտարարություններով հանդես եկողները լրիվ նորմալ են համարում այն հանգամանքը, որ մեր պետության ղեկավարի հետ խոսելիս Ռուսաստանի Դաշնության ղեկավարը ֆիքսում է արձանագրում է, որ գիտեք ինչ, ռուսական անձնագիրը ձեզ մոտ պետք է հատուկ կարգավիճակ ունենա։ Այսօր էլ լսում եմ, որ նրանց պրոպագանդիստների քննարկման համատեքստում, երբ քննարկում էին Միշուստինի հետ հանդիպումը, նմանատիպ էլի ինչ որ զրույց տեղի ունեցավ, որովհետև Միշուստինը նույնպես իր պահանջներում նշում էր, որ գիտեք ինչ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները եւ մեր ներդրողները հատուկ վերաբերմունք պիտի ունենան Հայաստանի Հանրապետությունում, մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք հատուկ վերաբերմունքի արժանան, պրեֆերենցիալ, այսպես ինչ որ մեթոդներով եւ այլներով, այսինքն ստացվում է, որ ոչինչ, մենք ձեզ արգելում ենք, դուք մեռեք, խեղդվեք տնտեսապես եւ այլն, ինչը տեղի չունենում, իհարկե նրանց հաշվարկները այս առումով էլ ճիշտ չեն, բայց մեր դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեզ նման պահանջ ներկայացնելու այն դեպքում, երբ մենք ԵԱՏՄ-ում բլոկում ենք ձեր կողմից առհասարակ իրավազոր մասնակցություն այն process-ներին, որը այս տնտեսական միությունը ենթադրում է որպես այդպեսին։ Իմիջիայլոց քանի որ ԵԱՏՄ-ից խոսք գնաց, տեսեք, փորձագետներից շատերը, չեմ ասում բոլորը, հասկանալի է, որ ոչ բոլորը, բայց ասում են, որ այն գործընթացները, որը հիմա տեղի են ունենում մասնավորապես Հայաստանի Հանրապետության նկատմամբ արգելափակումները, այսպես ասենք, եւ այն գործընթացները, որոնք տեղի ունենում արդեն հապկի ներսում, այսինքն ըստ էության զգուշացումներ կամ սպառնալիքները, որ մինչև տարեվերջ Հայաստանը կարող է ընդհանրապես հեռացվի հապկից, ընդ որում այդ մեխանիզմը այնտեղ կա ի տարբերություն ԵԱՏՄ-ի, որտեղ չկա նման մեխանիզմ, բայց ըստ էության արդեն մի քիչ այլ է դրամաբանությունը, որտեղ ԵԱՏՄ-ում ԵԱՏՄ-ն ինքը ապրանքաշրջանառության եւ աշխատողների ազատ շրջանառության, այսպես պատտվելու բաց հարթակ է հիմա ոստեյության։ Հիմա երկու դեպքում էլ ասում են փորձագետները, որ եթե այս դեպքում էլ, այն դեպքում էլ, թե հապկի, թե ԵԱՏՄ-ի դեպքում Ռուսաստանը գնալով ծայրահեղական այսպես մոտեցումների հետևից երկուսն էլ թաղելու է։ Դե մենք տեսանք, որ փաստացի հապկը կանգնեց փլուզման առաջ այն բանից հետո, երբ Հայաստանը սառեցրեց իր մասնակցությունը հապկին։ Ընդամենը 3 տարի առաջվա մասին է խոսքը։ Հապկը հրաժարվում էր ճանաչել մեր սահմանները, թեպետ այդ սահմաններով մեզ ընդունել են եւ հապկ, եւ ԵԱՏՄ, եւ նաեւ ԱՊՀ, բայց նրանք հրաժարվում էին ճանաչել մեր սահմանները, ասում էին չգիտենք ձեր սահմանների տեղը, այդ իսկ պատճառով ստիպված եղանք ինչ-որ պահի, որովհետև արդեն եկել էր այն պահը, որ եթե շարունակվեր այդ իրավիճակը, նրանք մեզ չէին վաճառում զենք մեր վճարած գումարի դիմաց, հրաժարվում էին ճանաչել մեր սահմանները, հրաժարվում էին առհասարակ տեսնել, որ Ադրբեջանը մեր տարածքի նկատմամբ ոտնձգություններ է իրականացնում, որովհետև այդ ոտնձգությունները այդ պահին իրենց էին ձեռնտու, պայմանավորված նաև նրանց ցանկությամբ մեզանից խլելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Փաստացի դրանից հետո Հայաստանը երբ սառեցրեց իր մասնակցությունը եւ սկսեց արդեն կոնկրետ եւ զենք գնել տարատեսակ այլ երկրներից եւ դիվերսիֆիկացնել աշխարհագրությունը զենքի ձեռքբերման եւ զինատեսակների առհասարակ, դրանից հետո փաստացի մյուս պետություններին էլ չէ հասկանալի դարձավ, որի վերջո այդ միությունը ավելի շատ Ռուսաստանը կիրառելու է իբրև զենք իրեն անհրաժեշտ եղած ժամանակահատվածում։ Փաստացի, եթե նրանք չեն կատարելու իրենց հիմնական դրույթներից մեկը, 4-րդ թե 5-րդ որն էր 4-րդ թե 5-րդ կետներ պայմանագրով նախատեսված գալ օգնություն միության անդամ երկրներից մեկին եւ հակառակը նրանք օգնության են շտապում Ադրբեջանին կամ աջակցում են Ադրբեջանին իրենց հայտարարություններով, ապա այդ միությունը առասարակ
կորցնում է որպես այդպեսին իր նշանակությունը, հա, կամ իր նպատակին չծառայելու պարագայում անիմաստ մի բան է դառնում։ Հիմա ԵԱՏՄ-ի հետ ունենք նմանատիպ իրավիճակ, ռուսները երևի մոռացել են ինչ տեղի ունեցավ ԱՊՀ-ի դեպքով։ Հիմա նրանք մոտավորապես նմանատիպ կացնային մոտեցումներով եւ քաղաքականությամբ առաջնորդվում են նաեւ այս դեպքում։ Հիմա եթե մեր նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունը նմանատիպ սահմանափակումներ է կիրառում, դա տեսնում ենք ոչ միայն մենք, այլ տեսնում ենք նաեւ միության մյուս անդամ պետությունները, ճիշտ է։ Այսինքն նրանք ինչ մեսիջ են հղում միության մյուս անդամ պետություններին, որ եթե դուք շարժվեք այն ուղղությամբ, որը մեզ գուցե ձեռնտու չլինի, մենք էլ ինչ որ պահի կարող ենք նմանատիպ քաղաքականությունով առաջնորդվելով նմանատիպ սահմանափակումներ կիրառել նաև ձեր նկատմամբ, որովհետև ԵԱՏՄ-ն ոչ թե ազատ առևտրի մասին է, այլ Ռուսաստանի շահերի պաշտպանության մասին է։ ԵԱՏՄ-ն ոչ թե այս պետությունների համար ստեղծել է ազատ տարածք, այլ իրականում այն ստեղծվել է, որպեսզի սպասարկի Ռուսաստանի Դաշնության շահը այս բոլոր երկրների տարածքում։ Եվ դա պարզապես հայտարարություններ չի, եկեք հասկանանք ԵԱՏՄ-ից առաջ մենք ինչ ունենք ու հիմա ինչ ունենք։ Տեսեք, 19 թվականին, երբ որ արդեն վերջնականապես կիրարկվեցին ԵԱՏՄ-ի բոլոր այդ դրույթները եւ մաքսատուրքերը արդեն վերջնականացան Հայաստանի Հանրապետությունում, մի շարք ապրանքատեսակներ թանկացան։ Ինչու՞։ Որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը որոշել է, որ ինքը պետք է զբաղվի պրոտեկցիոնիզմով իր արտադրանքի։ Այսինքն, որպեսզի կարողանա իր արտադրանքը վաճառել, նա մաքսատուրքեր է դնում բավականին բարձր մաքսատուրքեր, ոչ ԵԱՏՄ պետություններից ներմուծվող ցանկացած ապրանքների վրա, մեքենաներից սկսած, սնունդով վերջացրած։ Փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ ոչ ԵԱՏՄ պետություններից ներմուծվող ապրանքատեսակների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ստիպված է վճարել 30, 40, 50% ավելի, քան այլ պետություններում։ Ու սա ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ է պայմանավորված, այլ պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ։ Բացի դրանից, մեր մասնաբաժինը ԵԱՏՄ-ում ինչքան է։ 1.2, 1.2, 1.2։ 75%, եթե չեմ սխալվում, Ռուսաստանն է։ Մեր հետ 1.2 թողել էին Ղրղստանի, Ղրղստանը, եթե չեմ սխալվում, պայքարեց, հրաժարվեց համաձայնվել այդ 1.2-ին։ Նրանց դեպքում բարձրացրեցին 1.9%-ի։ Մեր դեպքում թողեցին 1.2։ Սա այն դեպքում, երբ որ եթե տնտեսական աճի համատեքստում ենք դիտարկում նույն ԵԱՏՄ շուկան, Հայաստանի Հանրապետությունը առաջանցիկ տնտեսական աճ է գրանցել նախորդող առնվազն 3-4 տարիների ընթացքում՝ ի տարբերություն մնացած բոլոր ԵԱՏՄ պետությունների եւ հատկապես Ռուսաստանի, որ տնտեսությունը այսօր ահավորված վիճակում է իրենց իսկ պաշտոնյաների գնահատմամբ։ Եթե չեմ սխալվում, իրենց արդյունաբերության նախարարն էր, որ հայտարարում էր, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության ներքին արտադրողի, ավելի ճիշտ բիզնեսմենի համար իրավիճակը բավականին խնդրահարույց է այս իմաստով։ Այսինքն դեպի ներքև ենք գնում, ոչ թե աճ չկա, այլ իջնում ենք դեպի ներքև, դեպի մինուս ենք գնում։ Իսկ ռազմարտությունաբերության պարագայում այլևս առաջ գնալու տեղ չունենք, որովհետև մենք հասել ենք մեր կարողությունների եւ արտադրական հնարավորությունների առաստաղին։ Այսինքն իրենք էլ, հա, պաշտոնյաներն էլ իրենց փաստացի արձանագրում են, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը շատ վատ վիճակում է գտնվում պահից դրությամբ։ Եվ վաղը չեմ իսօրը, եթե նրանց իսկապես հաջողվի ստիպել Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկին, որպեսզի տոկոսադրույք իջացնի, ապա նրանց մոտ հիպերինֆլյացիա է սկսվելու։ Փողի արժեզրկում, այն ինչ տեսել են 90-ականներին, ինչ նրանք էլ տեսել են 90-ականներին, բայց ի տարբերություն 90-ականների, այսօր նրանց կողքին չկան դաշնակիցներ, ովքեր նրանց օգնելու են, որպեսզի իրենք արագ հաղթահարեն այդ իրավիճակը։ Անժամանակ Միացյալ Նահանգները օգնեց, որպեսզի նրանք այդ իրավիճակից դուրս գան, տրամադրելով եւ գումար, եւ մի շարք այլ բնույթի օգնություններ եւ աջակցություն։ Այսօր նրանք առասարակ ամբողջ աշխարհից կարելի ասել իզոլացված իրավիճակում են։ Թրամփի բնավորությունը դատելով չես կարող ասել։ Ես կարող եմ ասել, որովհետև այսօր լսում էի նաև Թրամփի եւ Էրդողանի հանդիպման ընթացքում նրանց զրույցը եւ հայտարարությունները, եթե մենք տողերի արանքում ենք կարծում, ապա ըստ իս այս պատերազմը դեռևս չի վերջանալու, որովհետև սա որևէ մեկին ոչ ՆԱՏՕ անդամ պետություններից, ոչ էլ այս դեպքում նաև Միացյալ Նահանգներն ձեռնտու չէ։ Եթե կա հնարավորություն Ռուսաստանի Դաշնության ավարտել է պատերազմը։ Այո։
թեպետ եւ խոսում են այսօր այն մասին, որ մենք գուցե սկսենք նաեւ բանակցությունների փուլը եւ այլն, բայց փաստացի Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի կարմիր գծերը այնքան հեռու են իրարից, որ մոտարկման որևիցե հնարավորություն այս պայծրությամբ չկա։ Այս բանակցությունների գնում են միայն այն դեպքում, երբ որ պատրաստ են կողմերը զիջումներ անել։ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին եթե անդրադարձանենք, հակառակը նա հայտարարում էր, որ մենք ավելի շատ տարածքներ ուրեմն պետք է գրավենք, որպեսզի կարողանանք մեր անվտանգությունը ապահովել այս տարածքում։ Բայց եթե գնում ենք այդ ձեր ասացի տրամաբանությամբ, այսինքն եթե գնում ենք տողատակերի վրա Թրամփի Էրդողանի հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններից, ասում են, որ այս դեպքում պրոռուսական էմպնդումը պրոռուսական ուժերի, որ արևմուտքը պատրաստ է պատերազմել Ռուսաստանի հետ մինչև վերջին ուկրաինացին, ըստ էության ճիշտ է։ Ես չեմ կարող ասել մինչև վերջին ուկրաինացին կպատերազմեն, թե այնուամենայնիվ իրենց ֆինանսական հնարավորությունների մինչև վերջին կետը, որովհետև ի վերջո Ուկրաինան է որոշում պատերազմել, արևմուտքը չի որոշում պատերազմել, թե ոչ։ Ուկրաինան է պատերազմում, չէ՞։ Ուկրաինան եթե որոշում է չհանձնվել, ապա որոշումը պատերազմելու Ուկրաինայինն է, Միացյալ Նահանգներինը չի, հավաքական արևմուտքինը չի, հավաքական արևմուտքը այս դեպքում մաքսիմում կարող է իրենց օգնել։ Եթե Ուկրաինան չի ուզում պահից դրությամբ հանձնվել, որտեղ ինչպես նշեցի, կարմիր գծերը Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի իրարից շատ հեռու են, Ռուսաստանը շարունակում է իր մաքսիմալիստական պահանջների քաղաքականությունը, ճիշտ այնպես, ինչպես եւ պատերազմի սկզբում, Ուկրաինան էլ շարունակում է պնդել, որ ինքը չի զիջելու իր սուվերեն տարածքները, եւ Ռուսաստանը պետք է դուրս գա եւ Դոնբասից, եւ հիմա անգամ պնդում են նաեւ Ղրիմից։ Ու գտել են Աքիլեսյան գարշապարը Ռուսաստանի իրականում։ Նույն այդ նավթի վերամշակման գործարաններին հարվածներ հասցնելով Ռուսաստանին իսկապես ինչ որ պահի ծնկի են բերելու պատերազմը շարունակելու համար նավթ եւ բենզին, նավթ ունեն, բենզին է անհրաժեշտ լինելու։ Այսօր Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները բողոքում են, որ ոչ միայն չեն կարողանում բենզին ձեռք բերել, այլ նաև բենզին ձեռք բերելիս այդ բենզինի որակը այնքան վատն է, որ մեքենաները նրանց պարզապես կանգնում են խնդիրների առջև։ Ակետից ակետ հասնել որակն են դատելով են կադրերից, որ ես բարբերաբար տեսնում, քաղաքացիների որակն էլ այնքան բարձր չի, որտեղ իրար են սպանում բենզինի հերթի մեջ։ Հիմա տեսեք, քանի որ Ռուսաստանը օրինակ ես այն լավատեսների ցանկում չեմ եղել երբեք, որ օրինակ նույն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները ասում են կտեսնեք ընտրություններից հետո Ռուսաստանը կփոխի իր դիրքորոշումը։ Հետո եկանք հասանք այնտեղ, որ ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո հիմա սահմանադրական դատարանի որոշումից հետո այդ ամենը տեղի չունեցավ, որովհետև ես օրինակ պնդողներից մեկն է, որ Ռուսաստանը այնքան հեռու չի գնացել, որ հիմա կարողանա այսպես ուղղակի հեզաճկուն շարժումներով մի քիչ հետ գնալ, ասել հա լավ, որովհետև այնտեղ երես փրկելու խնդիր կա, շատ հեռու էին գնացել։ Հիմա այս ամենի արդյունքում ըստ ձեզ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ինչ տրամաբանությամբ պիտի լավ չասեմ վերականգնվեն, գոնե կարգավորվեն։ Պրագմատիզմի կողմնակից լինելով ես եղել եմ այն մարդկանցից մեկ, ով հիշելով նաև Ռուսաստանի Դաշնության վարքագիծի նմանատիպ այլ դեպքերում պնդել է, որ Ռուսաստանը այնուամենայնիվ ընտրություններից հետո առաջիններից մեկը կշնորհավորի, քանի որ փաստացի արձանագրվում է, որ նրանց չհաջողվեց այնուամենայնիվ իրենց պլանը իրականացնել։ Հիմա արձանագրեմ, որ նրանք պրագմատիզմի դաշտում չեն խաղում, ես սխալվեցի իմ հաշվարկում այն իմաստով, որ նրանք պրագմատիկ գտնվեն եւ Հայաստանի Հանրապետության հետ չեն սրի հարաբերություններ։ Նրանք որոշեցին սրելու ճանապարհով գնալ, որովհետեւ երևի թե վստահ էին, որ իրենց պրոքսիներին այստեղ կհաջողվի իշխանությունը զավթել։ Հիմա եկեք հասկանանք մի բան, եթե Ռուսաստանը շարունակի իր այս քաղաքականությունը ճնշումների լեզվով խոսելու, որի հաշվարկը թերևս այն է, որպեսզի ժողովրդի մեջ բողոք առաջացնի, որ ժողովուրդը ներկայիս իշխանություններից դժգոհ լինելով փողոց դուրս գա, ապա նրանք հերթական անգամ սխալվում են, որովհետև նախ, ինչպես եւ հապկի դեպքում, մենք հապկն էինք հիշում, հա, քիչ առաջ, նրանք այս անգամ էլ իրենց սահմանափակումներով նոր հնարավորություն են ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Փաստացի Հայաստանի Հանրապետության շուկայի, այսպես արտադրողների համար, բիզնեսմենների եւ այլների, Եվրամիությունը բացեց իր 430 միլիոնանոց շուկայի դռները։ Այնինչ 3 անգամ պատկերացնել չէինք կարող, որովհետեւ այնտեղ բազում ստանդարտների հետ կապված օրենսդրական ակտեր կան եւ այլն եւ այլն։ Այսինքն պատկերացնել, որ առանց մաքսատուրքերի Հայաստանի Հանրապետությունը առաջիկա 2 տարիներին հնարավորություն կունենա մուտք ունենալու Եվրամիության շուկա, ես կարծում եմ որևիցե մեկը մեզանից այդ հաշվարկը չէր արել։
Այնպես որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ կոնկրետ լավություն արեց դրանով, մեզ օգնելով, որպեսզի մենք կարողանանք նաև տնտեսական ոլորտում ռեալ դիվերսիֆիկացիա իրականացնենք։ Սա նաև կօգնի մեր արտադրողներին դուրս գալու այն կոմֆորտ գոտիներից, որում նրանք գտնվել են վերջին տարիների ընթացքում, որովհետև նրանք արտահանել են Ռուսաստան, այնտեղ շուկան եղել է, անհրաժեշտություն չի եղել ներդրումներ իրականացնելու, ստանդարտներ մոտարկելու եւ այն դա գործողություններ է ենթադրում, դա ռեալ ներդրումներ է ենթադրում, ծախսեր է ենթադրում։ Հիմա նրանք ստիպված են լինելու դա անել, որովհետև կարծում եմ նրանցից շատերն էլ հասկացան, որ եթե այլընտրանք չունես, ինչպես մեր դեպքում էր, պատերազմի ժամանակահատվածում, եւ կախված ես ընդհանրապես մի պետությունից, ապա քո ճակատագիրն էլ, այդ մի պետության ձեռքում է լինելու։ Նրանք են որոշելու դու ապրես թե մեռնես։ Այս դեպքում որևէ մեկը կարծում եմ չի ուզում ընդհանրապես մի տեղից կախվածություն կրիտիկական ունենալ, որովհետեւ երբ որ գալիս է, Ռուսաստանը միշտ ապացուցել է, որ ինքը օգտագործելու է դա իբրև լծակ։ Այնպես որ այս դեպքում ես միայն դրական եմ գնահատում, թող շարունակեն սրել, օգնեն Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի մենք էլ շարունակենք սուվերենության, դիվերսիֆիկացիայի եւ այս ուղղությամբ արվող քայլերի մեր ճանապարհը։ Բավոր համել Հայաստանում գազ գտնենք, ինչ լավ կլինի, չէ՞։ Հայաստանում եթե չգտնենք, այս դեպքում կարող ենք պայմանավորվել Ղազախստանի հետ, ժամանակին Թուրքմենստանից գազ բերելու մասին էր խոսվում, նույն Իրանի ինֆրաստրուկտուրան օգտագործելով։ Ի վերջո Իրանի հետ ես այնուամենայնիվ լավատես եմ, որ ինչ որ պահի Միացյալ Նահանգներին կհաջողվի հարաբերությունները կարգավորել, որովհետև դա թելադրում է այս դեպքում ոչ թե պարզապես լավատեսություն, այլ պրագմատիզմը, իսկ Միացյալ Նահանգները միշտ ապացուցել է, որ իրենք տնտեսության իմաստով խիստ պրագմատիկ են միշտ գործում, երբ որ պահը գալիս է։ Այնպես որ եթե այս հարցն էլ լուծվի, մենք կարծում եմ այդ իմաստով էլ երկարաժամկետ իմաստով խնդիր չենք ունենալու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։